Մարդիկ, ովքեր զբաղված են այլ մարդկանց առողջության վերականգնմամբ, ցուցադրելով զարմանահրաշ վարպետություն, հոգատարություն ու մարդասիրություն, վեր են կանգնած երկրի վրա բոլոր մեծություններից։ Բժշկի առաքելությունը կրող այս մարդիկ Հիպոկրատի երդումով են աշխատել ու աշխատում մարդու ցավը ամոքելու, բուժելու ու մարդուն կյանք վերադարձնելու հերոս գործով։ Բժիշկ Լենդրոշ Գալստյանը հավատարիմ իր ուխտին, իր վերուս տրված շնորհին տարիներ ի վեր եղավ մարդկանց ցավի միակ սփոփիչը, ում անունը այսօր շատերն են երջանկությամբ արտասանում։ Նրա հավաստմամբ բժիշկ իրավունք չունի թերանալ, քանզի մարդ բժշկին է վստահում ամենաթանկը, կյանքն ու առողջությունը, եւ ամեն մի մոտեցում հիվանդին, ամեն մի վիրահատություն պարտավորեցնող է ու պատասխանատու։ Հիմա էլ եմ վախենում ամեն մի վիրահատություն։ Եթե ես պետք է վաղը վիրահատավորից եմ հիվանդի, ես այդ գիշերը չեմ կարողանում քնել։ Ես անհագիստ եմ լինում։ Հետո վիրահատությունը մութ աշխարհ ես մտնում, չգիտես որ ես մտնում ինչ կլինի, ոնց կլինի։ Եվ մենակ ես չեմ, ընդհանրապես եթե վիրաբույժը, ամեն մի վիրաբույժ այդպես անհագիստ է լինում վիրահատության նախորդ օրը։ Մեր հերոսը մեծացավ բազմազավակ ընտանիքում։ 8 երեխա էինք, մի լամպի շուրջ 5 հոգով դաս էինք սովորում, հիշում է Լենդրոշ Գալստյանը։ Բժիշկ դառնալու որոշումը մանկուց դրվեց, իսկ այն երազանքը, որը խոր արմատներ է ունեցել մանկությունից, չիրականացնել չէր կարող, իսկ ինչու բժիշկ։ Հայրս ծանր հիվանդ էր, կոլխոզի նախագահի խնդրել եք իր ձին տվել է, բերել եմ քաղաքից բժիշկ ձիու վրա տեղափոխել գյուղում։ Հորս նայել է, նորից էլ նույն ձիով իրեն տեղափոխել եմ Ղափան։ Ահա, երբ որ այդ բժիշկը նստած էր ձիու թամբին, ինձ համար դա մի երևակայելի հաճույք ստացվեց, որոշեցի այդ ժամանակվանից դառնալ բժիշկ, որ ինձ էր ձիով ման տան։ Դպրոցն ավարտելուց հետո Կոլխոզի ադմինիստրացիան ինձ տեղեկանք չտվեց անձնագրի փոխարեն, որպեսզի գործերս հանձնեմ ինստիտուտ եւ քննությունների մասնակցեմ, պատճառաբանելով, որ պետք է Բերքահավաքը վերջացնեք, նոր գնաք ուսման։ Բերքահավաքը վերջանում է հոկտեմբեր ամսին, իսկ ինստիտուտը սկսում է օգոստոսի 1-ից։ Լաց ու կոծանելով ես գնացի վայենկոմատ եւ կամավոր ասի բանակ ուղարկեք։ Այդ ժամանակ ինչ-որ խումբ էր հավաքում 10-րդ դասարան ավարտածների եւ տանում էին բանակ հատուկ ինտելեկտուալ գնդերի, զինվորական գնդերի համար։ Ահա ինձ էլ ընդգրկեցին այդ խմբի մեջ եւ մեկնեցի բանակ։ 3 տարի 3 ամիս ծառայեցի ես բանակում։ Այն ժամանակ կարող ենք, եթե ցանկանում եք ընդունեք բարձրագույն ուսումնական հաստատություն, կարող եք նվաղորդ դուք թղթերը ներկայացնել համապատասխան ինստիտուտ եւ կկանչեն ձեզ եւ կգնաք քննությունների մասնակցեք։ Ավաղ երկրորդ դժբախտությունը տեղի եղավ։ Իմ թղթերս ինստիտուտից կան չեկավ, սակայն թաքցրել է մեր Զորամասի գնդի պետը եւ ցույց չտվել ինձ, որովհետեւ ես ժամանակին դեմոբիլիզացիան գամ քննությունների մասնակցեմ։ Չնայած իր առջև ծառացած դժվարություններին ու խոչընդոտներին, Լենդրոշ Գալստյանը վճռական էր որոշման մեջ, վստահ ուժերին, երբեք չափսոսալով անցած ճանապարհը, եւ այսօր էլ նույն վճռականությամբ ասում է. բժշկություն ինձ համար կյանք է, եւ եթե երկրորդ անգամ էլ ծնվեմ, առանց տատանվելու կընտրեմ այս ուղին։ Բժշկական համալսարանի ուսանողը չխնայելով ժամանակն ու երիտասարդությունը ամբողջովին նվիրվեց բժշկությանը, առավոտյան սովորում էր, իսկ երեկոյան հիվանդանոցում էր, աշխատում եւ միևնույն ժամանակ ուսումնասիրում բնագավառի գաղտնիքները։ Ընդունեցի 3-րդ կուրսից հիվանդանոցում որպես ֆելշեր եւ գիշեր աշխատում էի, ցերեկը ուսանում։ Մոտ 4 տարի ես ֆելշեր աշխատեցի հանրապետական հիվանդանոցի Չիտկոկորդականջի կլինիկայում եւ այդ 4 տարիները թեկուզ ես ֆելշերի աշխատում, ինձ համար մեծ ուսանելի դպրոց դարձավ այս մասնագիտության համար, որովհետև հանրապետության բոլոր շրջաներում այն ինչքան ծանր հիվանդներ կար, ուղարկում էին այդ հանրապետական Չիտկոկորդականջի կլինիկա եւ համարյա թե շատ ծանր հիվանդներ ականատես եղա, նրանց հետազոտման մեթոդների, նրանց բուժական մեթոդների եւ այլ։
Կրթություն ստանալուց հետո երիտասարդ բժշկի առաջին հանգրվանը եղավ Նորաշենիքի գյուղական տեղամասային հիվանդանոցը։ Ծանր ու դժվար աշխատանք էր միայնակ գյուղական հիվանդանոցում, որտեղ իր միակ ապավենը ամբարած գիտելիքներն էին, նախախնամությունից տրված շնորհը, հրաշագործ ձեռքերը։ Եվ առաքելությունը կատարեց արժանապատվորեն։ Շուրջ 7 տարի գլխավոր բժիշկ Լենդրոշ Գալստյանի միջոցով շատերը ապաքինվեցին։ Առողջապահության նախարարության ուղեգրով գործողեցին Ղափան Նորաշենիքի տեղամասային հիվանդանոց։ Այն ժամանակ կար մեր գյուղերում տեղամասային հիվանդանոցներ։ Հիվանդանոցը 25 մատչակալանոց էր, սպասարկում էր 15 գյուղերի, 15 ֆելդշեր-մանկաբարձական պունկտերով։ Նույն հիվանդանոցը ուներ ծննդատուն, ծնունդներ այնտեղ եք ընդունում բոլոր այդ գյուղերի, ուներ վիրաբուժական պալատ, հիվանդասենյակ, ուներ թերապևտիկ հիվանդասենյակ, ուներ մանկական սենյակ։ Դժվարությունները շատ եմ հանդիպել հատկապես գյուղական հիվանդանոցում, եւ գլխավոր բժիշկ, եւ բուժող բժիշկ։ Գիտեք, ինձ հետ չկարողացի մի գոլեգա բժիշկ առումով, որ կարողանամ հետ խորհրդակցեմ, չունեմ դոցենտ, պրոֆեսոր, ինքս էր, իմ գլուխոս, իմ հիվանդս։ Պետք է չքնվեի, անպայման հանեի։ Չունեի լաբորատորիա, օժանդակ հետազոտման մեթոդներ։ Իմ ուղեղս էր, ես էի։ Պետք է կներեք, անպայման հիվանդ եթե կոմայի մեջ է կարողանամ, ես տարբերակ եմ դա, հիպերգլիկեմիկ կոմա է, շաքարը բարձր լինելուց է ընկել կոմայի մեջ, թե հիպոգլիկեմիկ կոմա է, շաքարը ցածր է, դրա համար ընկել է։ Առանց լաբորատորիայի այդ դիագնոզները մենք դնում ենք եւ համապատասխան բուժում անց է կացնում։ Ասում են, հավատը, վստահությունը բժշկի հանդեպ ամենաթանկ դեղամիջոցն է։ Լենդրոշ Գալստյանի 5 տասնյակի կշռով աշխատանքի արդյունքը բավական է հասկանալու համար, ինչ դեր ունի նա մարդկանց, հատկապես Կապան քաղաքի ու շրջանի բնակչության համար։ Անընդհատ սովորել է, վարպետացել, ճակատային զինվորի պես պայքարել հանուն առողջության պահպանման։ Վիրահատելիս ձեռքերս երբեք չեն դողացել, իրավունքեր չունեին, դա պայքար է, որում միայն հաջողություն է արդարացված։ Չկա մի վիրահատություն, որ չունենա համապատասխան բարդությունները։ Ամեն մի վիրահատություն լի է տարբեր տեսակի վտանգավոր բարդություններով։ Պետք է բժիշկես պատրաստ լինես, իմանաս, որ ինչ բարդություն է սպասում եւ այդ բարդությունը որպեսզի դուք կարողանաս կանխես։ Ու վիրահատությունը դեպասին այունալի վիրահատություններ են, հիմնական բարդությունը իմաստությունները, դրանք այունություններ են։ Ու այունությունները պետք է պատրաստ լինեն համապատասխան միջոցներով, համապատասխան դեղարանի միջոցով այդ այունությունները կարողանանք կանգնեցնել։ Ու անատոմիական տեսակետից վիրահատումը մի քիչ ավելի բարդ տեղանքում է գտնում, կոկորդում։ Դուք եթե մարդ տանել ձեր կոկորդը, 5 վայրկյանից հետո կսկսեք։ Իսկ ես այդ կոկորդում կես ժամից, մի ժամից ավել աշխատանք է կատարում։ Եվ այդ փսխման ժամանակ, չգիտեմ, հազի ժամանակ, էլի շարունակում եմ ես իմ գործս։ Հավատացեք, բժշկի գործը միայն հիվանդին բուժելը չէ։ Նա պետք է կարողանա տիրապետել ոչ միայն իր մասնագիտական գաղտնիքները, այլ նաև ունենա մեծ հոգեբանություն, հիվանդի հոգին գրավելու եւ ենթարկեցնելու ընդունակություն։ Սրտակցությունը, սերը դեպի մարդը, թերևս սրանք են այն թանկարժեք որակները, որոնք առաջնահերթ են բժշկի համար։ Այս առումով Լենդրոշ Գալստյանը չդժվարացավ, քանզի կարողանում էր բոլորի հետ լեզու գտնել։ Մարդկային խիճ, մարդկային մոտեցում, հա, մի պա պետք է ինքը շրջահայաց լինի, այդ հիվանդի տեղը ինքը լինի եւ նայի բժիշկը։ Պատահում օրականից 25-ից 30 հիվանդ եմ ընդունում, ու հիմնական մանկական կոնտինգենտն է։ Մեկը մյուսին հոգեբանությունը նման չէ, պետք է ամենքի յուրահատուկ մոտեցում դու ցուցաբերես։ Ամենքի մոտեցում ցուցաբերես։ Շատ հաճախ գլխավոր բժիշկը ռետինո երկարաճիտ կոշիկները հագած շրջում էր գյուղից գյուղ, տնից տուն, օգնում հիվանդներին, բարի խոսքով ոգևորում մարդկանց։ Պղնձի համար 22 հունվարի 1970 թվական։ Սա տեղական մամուլում արձանագրված հիվանդի խոսքերն են։
Բազմիցս է մամուլի ուժերը լցվել բժիշկ Գալստյանի հասցեին արված շնորհակալություններով, մարդիկ գնահատել են ներարժանի գործն ու վաստակը, որն այսօր էլ շարունակվում է, ու Ալբերտ Պապի նման շատերն են հիշում բժշկի կատարած գործը, եւ ինչքան էլ տարիները անցնեն, միևնույն է, ամեն Աստծոն շնորհակալ են Դրոշ Գալստյանից, որ իրենց վերադարձրեց լիարժեք ապրելու իրավունքը։ Քիթ, կոկորդ, ականջի համար լավ մասնագետ է մեր շրջանում, մեր Կապանի շրջանում։ 20 տարի, 30 տարի անգամ առաջ ես վիրահատվել եմ, քիթս վիրահատվել են, նրանից առաջ ես շատ դժվարություններ էի հանդիպում։ Երբ որ նա վիրահատեց, նրանց հետո ինձ լավ զգացի, էր գրիպով չէի վարակվում եւ առայժմ այսօրվա դրությամբ ես առույգ եմ այդ կողմից լավ եմ։ Մենք շրջանի բոլոր ժողովրդի հետ միասին, բոլորս շնորհակալություն ենք հայտնում բժիշկ Գալստյանին, լավ աշխատանքի համար, որպես լավ մասնագետ, շատ շնորհակալ ենք։ Լենդրոշ Գալստյանի օրը սկսում ու ավարտվում է հիվանդանոցում, մի հիվանդի մոտից մյուսն անցնելով, որդեգրելով ամեն ինչ մարդու եւ նրա առողջության համար սկզբունքը, նա այսօր հպարտությամբ է ասում, որ կարողացավ շատերի կյանքը փրկել, հիշում դեպքեր, ինչպես հազարավոր մարդկանց մեջ վաղվա օրվա հույս ներարկեց։ 5 տարեկան երեխան Արցվանիկում կա Հարությունյա Ռաֆիկ շոֆեր էր աշխատում Տրեստում, նա խալաջիտակ ինչու բաղ ունեն, այգ ունեն։ Երեխան գնում է, որ ջուրը առով կապի կա, երեխան ուշանում է։ Հայրը գնում է տեսնում երեխային խեղդամահ արել, առի մեջ գցել։ Այդ խեղդված երեխային անմիջապես մեքենայի մեջ հասնում է հիվանդանոց։ Պատահական օրվա վերջինը, պատահական ես հիվանդանոցի հայատում սպասում էի մի մարդու, որ պետք է տեղ գնային։ Այդ աղաղակի վրա ես մտնում եմ հիվանդանոց, բարձրանում եմ դե երկրորդ հարկ, բա ինչա պատել, ասում եմ մի հատ խեղդած երեխային բերել, դե բժշկի անունը չեմ ասում, ես ինչ բժիշկն այլ ասել, դե տարեք դիակատում մահացած եք։ Ես անմիջապես այդ երեխային վերցնում էի, ոնց որ ներքին ինտուիցիան հուշեց, որ կա կենդանություն այդ երեխայի մեջ, մի սևացած դիակ է։ Անմիջապես օպերացիոնը եւ առանց անզգայացման, առանց լվացման մի վիրատունից առաջ 10 րոպե ես ձեռքերը մշակում եք, լվանում եք նոր ձեռնոցեր արել։ Անմիջապես սկսեցի քույրերի հետ միասին վիրահատել շնչափողը փողակ է մտել, սկսել բերանով շնչել այդ փողակի միջոցով։ Մի 5 րոպե անուղակի սրտի մասաժներ անելով, այդ փչելով եւ այլն 5 րոպեից հետո երեխայի մոտ սպոնտան ինքնուն շնչառություն վերականգնեց։ Աշխարհի չափ ուրախացել եմ։ Բա հիմա ասեմ, Ռաֆիկի, որ ասում են երեխա մահացած է, Ռաֆիկը կորցնում է իրեն, ինքը որ այգուցեր եկել կոշիկները ցեխոտ է, կոշիկները հանել էր հիվանդանոցում։ Բոբիկ վազում է մինչև լամպերի գործարան, կանչելով կնոջը ասելով, որ Արամ մահացել է։ Ու կնոջ ամբողջ կոլեկտիվը շիվան արած գալիս են հասում հիվանդանոց, որ մահացել է նորայի երեխան, տեսնում որ երեխան կենդանի է։ Հաջորդ օրը եկոր, ու այդ օրը իհարկե ես շատ ուշ եկա հիվանդանոցից, երբ որ գնացի հիվանդանոց, այդ երեխայի հայրը Ռաֆիկը հիմա կենդանի է։ Ավտոյի բանալի է տալիս, ասում է, այս ավտոն ձերն է։ Ու ես չգիտեմ ինչ ապրումներ ունեցա, շատ վազգացել։ Ասի ոչ Ռաֆիկ, այդ ավտոն ձերն է, ձեզ հետ կծառայի, ոչ մի անգամ, ես շնորհակալ եմ։ Ես պետք է ձեզ մաղարիչ անեմ, ասի որ կարողացել է ձեր երեխայի կյանքը։ Փաստորեն դիակին ես վերակենդանացի։ Հիմա առան կենդանի, առան ապրում է Լեհաստանում իր ընտանիքի հետ միասին։ Բժիշկ Լենդրոշ Գալստյանի ավանդը մեծ է նաև մեր հերոսական պայքարի ժամանակ։ Բազմաթիվ երախտավոր բժիշկների շարքերում էր նաև ինքը, ովքեր շարժման առաջին օրվանից չեն լքել հիվանդանոցը, մասնագիտական ողջ ունակությունները ներդրել հայրենիքի պաշտպաններին բուժելու համար։ Հիշում է, ինչպես Կապանի հիվանդանոցը լցվեց վիրավորներով, վերացել էր քուն ու դադար, կար մեկ նպատակ՝ ամեն գնով պահպանել այն մարդկային կյանքերը, որոնք ընդհատվում էին թշնամու գնդակից։ Բժիշկը այսօր էլ խոր կսկիծով է ասում, որ չկարողացան փրկել եղբայրական գերեզմանում հանգած հերոսների կյանքերը, որոնց բոլորին անուն է հիշում։ Մինչև Ղարաբաղյան պատերազմը սկսվելը 4 օր առաջ վիրաբուժական պրոֆիլի բոլոր բժիշկներին հավաքել է գեներալ լեյտենանտ Գրիգորյան Միքայել այժմ։
մի անփոխարինելի ազնվորություն, մի անփոխարինելի հրամանատար զրույց արեց, որ տղաներ պատրաստ եղեք մի օրվա ընթացքում այսքան X թվով վիրավորներ պետք է դուք ընդունեք։ Կոմբինացված վիրքերը, կոմբինացված ասենք գլխուղեղի տրավմա, կրծքավանդակի տրավմա, ձեռքերը, ոտերը, աչքը, կիտկով եւ այլն, դա կոչվում է կոմբինացված տրավմաներ։ 4 օր առաջ մենք գիտենք եւ այդ 92 թվականի ապրիլի 24-ի գիշերը ժամը 4-ին ես տրիվոգով կանչեցին հիվանդ։ Առօրյան ժամը 6-ին արդեն վիրավորներ ընդունեցին։ Իդեպ ասեմ, առաջի վիրավորը այդ պատերազմում Ղափանում ես եմ ընդունել մեր բաժանմունքը։ Վերին շորթունքից սկվազնյոր ռանին, շեկաղողցի բավկեններ, ամբողջ վերի ատամաշարը գնդակը տայել էր, առաջի վիրավորը դա էր։ Բացի այդ, իմ բաժանմունքս, քիրկողոզականջի բաժնվարը չէր, վերածվել կանտուզիոն բաժանում և այդ 2 տարիների ընթացքում մոտ 58 կանտուզիոն հիվանդներ և բուժել են մեր հիվանդանոցը։ Եվ գալիս են հիվանդներ, մի անգամ ես լսողությունը կորցրած և այլն։ Նրանք պարտել որոշ մասին հաջողվել են լսողությունները վերականգնել են, իսկ որոշ մարդկանց էլ հավաք ցավոք մնացել են լսողությունը։ Ղափանի հիվանդանոցը պատերազմի ժամանակ չի եղել մի վիրավոր, որ մտնի անկախ նրանից ինչ որտեղն է վիրավոր, որ ես նրա կողքի կողմեր չգնամ տեսնեմ ինչով կարող օգնել։ Գիտեք, վիրավորին օգնել կարող 5-6 բժիշկներ քիչ են, ամեն մեկը մի գործարանի օգնել կարող։ Ես միշտ եղել եմ վիրավորների կողքին։ Ինչքան որ մեր նահատակները կան, մահացածները կան, բոլորը ես համարյա հիշում եմ ինչ վնասվածք են ստացել, ինչից են նրանք մահացել։ Հիմա որ ես քայլում եմ այդ միշտ հաճախ եմ ելնում գերեզմանատանը, հուշահամալերը։ Ես քայլել համարյա բոլորին ճանաչում եմ։ Պետք է ասել է Ղափանի ազգաբնակչության 90%-ին ես ճանաչում, ղափանցիներն էլ ինձ են ճանաչում։ Նա, ով իրենը վերաբերում է բժշկագիտությանը, ապա երջանիկ է լինում, առաջինը տեսնելով դիմացինի երջանկությունը, զգալով ուրիշի սրտի թրթիռը։ Բժիշկ Լենդրոշ Գալստյանի աչքերը նույնպես փայլել են այն ժամանակ, երբ տեսել է դիմացինի ուրախությունը, որը նաև բերում է։ Աշխատանք հաջողություն դա հիվանդի բուժում, երբ հիվանդը լավանում է, ես հիվանդը դա ուրախանում։ Երբեմն պատահում է ծանր սիտուացիաներ, հավաք շինոշնչերը կարող մատնում է կրտել։ Այս ժամանակ լինում, ասում ավաղ, ինչու ես ցավի տակարել, ինչու ես լավկրտեցի։ Դուք չեք պատկերացնում, երբ ձեզ կտակ հիվանդը մահարան, դուք չեք պատկերացնում զգացում թե բժիշկը հավասարում է հողը, նա ինչպես կարող վերականգնել և մահացած հանգուցյալ հարազատի դեմքին ապսի կարող։ Ես ինչքան որ ճանաչում եմ իրան, դա մեծ պրոֆեսիոնալիզմի տիրապետող մի մարդ է, որ բացի նրանից որ ինքը ամիջական է, որ շատ լավ բժիշկ է, շատ մեծ եռանդ ունի, ասենք նույնիսկ այդ տարիքում օրվա ցանկացած ժամին, շաբաթվա ցանկացած օր, ընդամենը մի զանգ հիվանդի համար շատ արագ գալիս հասնում առանց հոգնելու, որպեսզի հիվանդին օգնի։ Մի հատ շատ լավ կողմ ունի, որ շատ ենք սիրում Գալստյանի բնավորության մեջ, դա իր շատ նուրբ հումորի զգացում ունի։ Շատ դրվագներ կա իր հետ կապված իհարկե, բայց ուղղակի հիմա հենց մեկը կհիշեմ, որ ասենք մեր երաշտական ուսումնարանի երբ որ գալիս են ստուգվելու իր մոտ վոկալի բաժնի համար ընդունվելու, միշտ ինքը, ասենք, երբ տրամադրությունը լավ էր լինում, ասենց կեղծ կամիսա էր կազմակերպում, բացի նրանից որ առողջական կողմն էր ստուգում, նաև վոկալի ունակություններն էր ստուգում այդ ընդունվողների, այդ աղջիկների, հենց ամիջապես Միջանցքում բաժանմունքում կանգնացնում էր ու բարձր այդ հիվանդների մոտ, պալատների մոտ երգում էին այդ աղջիկները։ Իհարկե նրանք չէին կասկածում, դա ընդամենը կատակ է։
Լենդրոշ Գալստյանը աշխատել է Կապանի հիվանդանոցում, պոլիկլինիկայում, զինկոմիսարատում, 20 տարի դասավանդել է Կապանի բժշկական քոլեջում եւ ամենտեղ բացի լավ մասնագետ լինելուց վայելել է նաեւ աշխատակիցների սերն ու հարգանքը։ 72 թվականից աշխատում ենք միասին։ Մենք ունեինք մեկ բաժանմունք, քիթ կոկորտ աչքի բաժանմունք, որտեղ երկար տարիներ աշխատել ենք միասին, հետագայում միացել ենք վիրաբուժական բաժանմունքին։ Որպես մասնագետ նա իրեն դրսևորել է հմուտ ձևով, տիրապետում է իր գործին, կարողանում է ելք գտնել ցանկացած դժվար իրավիճակից։ Այդպիսի հիվանդություն չկա, որի նա չկարողանա օգնություն ցուցաբերել։ Վիրահատում է, շատ լավ վիրաբույժ է, որպես վիրաբույժ, նրա մասին նաև տեղյակ են Հանրապետությունում, Երևանում։ Լենդրոշ Գալստյանի հետ աշխատում եմ, ճանաչում եմ 20 տարուց ավել, ճանաչում եմ 22 տարուց ավել, որպես անձնավորություն, մի հիանալի անձնավորություն, որպես մասնագետ, բարձր կարգի մասնագետ, եղել են շատ դեպքեր, որ բժիշկ Գալստյանի հետ կապված բազմակի դեպքեր, կյանքի հետ կապված եւ բժիշկ Գալստյանը եղել է իր բարձրության վրա մասնագիտական առումով։ Կցանկանայի մեր ջահել բժիշկներին, ով որ նոր սկսում է իր բժշկական գործունեությունը, ձգտի հասնի այն բարձունքներին մասնագիտական առումով, որը հասել է բժիշկ Գալստյանը։ Երկար տարիներ իր հետ աշխատում եմ քիթ կոկորդի կաբինետում։ Շատ վստահելի բժիշկ է, իր հետ բոլոր հիվանդները ապահով են զգում։ Ոչ մի անգամ ոչ մի հիվանդ իրան վատ չի զգացել բժշկի այցելությունից հետո։ Շատ մարդկանց կյանք է պարգել։ Բժշկի կերպարը, ի վերուս տրված առաքելությունը Լենդրոշ Գալստյանը կատարել այսօր էլ կատարում է արժանապատվությամբ, նույն եռանդով ու ոգով եւ որին էլ իրավամբ արժանացավ։ Բայց այստեղ պետք է նշենք նաեւ ընտանիքի դերը, ինչը բժշկի ամենամեծ ձեռքբերումն է աշխատանքի հաջողության գրավականն ու գործին թև տվողը։ Նկարն է։ Միշտ այսպես է լինում դրված նկարը։ Երբ ես ներս եմ մտնում տուն, նկարը տեսնում եմ դիրքումն է, նշանակում ընտանիքիս անդորը լավ է, հանգիստ է։ Իսկ շատ ժամանակ, շատ երբեմն, որ երբ մտնում եմ, տեսնում եմ նկարը շրջված է։ Ուրեմն նշանակում է ընտանիքս անդորը վատ է։ Ես իմ հաշիվս վերցնում եմ, արդեն, չգիտեմ, սուսիկ-փուսիկ, կնոց մոտ սկսում եմ ֆրֆռալ, տեսնում ինչ է պատահել։ Էս է մեր խորհրդանիշն ընտանյակը։ Հա։ Իհարկե վերջի 20 տարում ես նկարը միշտ էսպես ա կանել, բայց մինչ այդ մեկ-մեկ շրջում էր։ Հիմա փառք Աստծո, արդեն վերջի տարիներին չի շրջում։ Նույնքան հետաքրքիր ու տպավորիչ է ամուսինների առաջին հանդիպումը։ Պարզվում է, բժիշկը իր առաջին վիրահատությունը, որի հետ կապված բոլոր մանրամասները մինչ օրս էլ հիշում է, կատարել է Երևանում ուսանող ժամանակ, վիրահատելով ապագա կնոջը։ Այն ժամանակ դեռ ես ուսանող էի 6-րդ կուրսում, ես երեկոներն եմ, քշերներն եմ հերթապահում, երեկոն երբ որ եկա հերթապահության տեսան խոհեմ, համես, սիրուն աղջիկ, բարև ձեզ ծանոթացել եւ այլ, ինչի համար ոնց տարապում են գլաներով, պետք է վաղը վիրահատել։ Ես խնդրեցի Անդոնի վարիչի, որ թույլ տա ես վիրահատեմ։ Եվ իր համեստությունը փայլատակեց նաև վիրահատության ժամանակ տեղային անզգայացման առանց եւ այլևալության շատ հաջող անցավ այդ վիրահատությունը։ Դրանից հետո ես նոր թափ ու երանցվածա ավելի ակտիվացա այդ վիրաբուժական միջոցների ժամանակ։ Իր մասին գաղափար չունեի, ուղղակի ինձ պետք էր վիրահատել, ինքը ինձ վիրահատեց, ամեն ինչ նորմալ էր, հետո ուշադիր էր իմ նկատմամբ, ուղղակի գալիս էր հարցումներ, ինչպես ես, ոնց ես, այդպես, հետո աստիճանաբար այդպես ծանոթացանք, հետո որ դուրս գրվեցի,
ինքը գնում էր հիվանդանոցից տուն, ես էլ գնում էի համալսարան։ Ճանապարհին միշտ հանդիպում էինք, մեր ճանապարհները խաչվում էին։ Ու այդպես ծանոթացանք, կամաց-կամաց մտերմացանք։ Հետո ինքը ավարտեց, եկավ Ղափան աշխատանքի, այդ ընթացքում երևի 2 տարի անցավ։ Դե ես սովորում էի դեռ։ Հետո եկավ, որոշեցինք ամուսնանալ, ես փոխեցի հեռակա ու ամուսնացանք այդպես։ Պատմության էջերը այսօր լեցուն են այն իրողություններով, որ ընտանիքի ամրությունը ու երջանկությունը յուրաքանչյուր մարդու հաղթանակն է։ Այս առումով մեր հերոսը նույնպես հաղթանակել է։ Նա կարողացավ ստեղծել այն ընտանիքը, որի պտուղները այսօր քաղում է, շրջապատված լինելով կնոջ, զավակների, թոռների ջերմությամբ ու աջակցությամբ։ Հպարտությունը այսպիսի հայր ու պապիկ ունենալը վստահեցնում են հարազատները։ Չնայած բժշկի աշխատանքի կարևորությանը, որին հայրս մեծ պատասխանատվությամբ էր վերաբերվում, այնուհանդերձ նա միշտ էլ ժամանակ էր գտնում երեխաների դաստիարակության եւ ուսման հարցերով զբաղվելուն։ Մինչ օրս էլ մենք շրջապատված ենք նույն հոգատարությամբ, նույն վերաբերմունքով եւ մենք եւ հայրիկիս թորնիկները, որոնց նկատմամբ նա մի առանձին եւ յուրահատուկ վերաբերմունք ունի։ Անժխտելի է, որ երեխան չափահաս դառնալուց հետո էլ ձգտում է ծնողի կարիքը, նրա ջերմությունը ու հոգատարությունը։ Այս առումով ես կարծում եմ մենք երջանիկ ենք, որ գտնվում ենք մեր սիրելի հոր կողքին, ապավինում նրա իմացությանը, հետևում նրա խորհուրդներին եւ ինչու՞ չէ, մենք ինքներս էլ իրեն շրջապատում մեր հոգատարությամբ, մեր ջերմությամբ։ Ես իսկապես հպարտ եմ, որ նման պապիկ ունեմ, նա զբաղվել է թե իմ դաստիարակությամբ, շատ օգնել է ինձ, թե մասնագիտության ընտրության հարցում, նա ինձ համար եղել է ոչ միայն պապիկ, այլ եղել է նաև հայր, իր վրա է վերցրել եւ ծնողի եւ պապիկի իր բոլոր պարտականությունները եւ ես ընդհանրապես շատ հպարտ եմ, որ նման գիտելիքներով հարուստ, նման բնավորության դրական գծերով լի մարդ է իմ ընտանիքում։ Բժշկություն, մասնագիտությունը, ինչը օդի պես է անհրաժեշտ մարդկանց, կոչում, որը բազմից է փրկել կյանքի ու մահվան սահմանագծում հայտնված ճակատագրեր, ստացել արժանի գնահատականներ, երախտիկի անկեղծ ու անսպառ խոսքեր։ Հպարտություն է, պարծանք է, ես կարողանում եմ մարդկանց ցավերը ամոք է, մարդկանց մի բան օգնել։ Վերջի մարդը ամենաթանկ կապիտալն է։ Պետք է դա գնահատես, որ դուք մարդու հետ գործ ունեք։ Ահա եւս մեկ իմաստավորված աշխատանք, որը բժիշկ Լենտրոս Գալստյանը իսկապես վաստակեց։